Ամեն մի առաքինության, ամեն մի ճգնության վերջնական նպատակն է Աստծո հետ հաղորդակցության հաստատումը, Աստծո հետ միավորումը, իսկ աղոթքն ուղղակի հոգու անձնական հանդիպումն է Աստծո հետ։ Աղոթքն առավել հարազատ և մերձավոր է Աստծուն, գրում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, քան ամեն մի առաքինություն, քանզի բոլոր մյուսները որպես հանդերձանք և պատրաստություն են Աստուծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ հանդիման խոսակցություն է Աստուծո հետ։ Եկեղեցու սրբազան ավանդության մեջ աղոթքը մեծագույն արվեստ է, որի մեջ հմտանալու համար անհրաժեշտ են գիտելիքներ և անձնական փորձառություն։ Եկեղեցու հայրերը և վարդապետները Սուրբ Հոգու կենդանի ներգործությամբ և աստվածային շնորհի լուսավորությամբ բացահայտել են աղոթքի օրինաչափություններ և նրբություններ, որոնք որոշակիորեն արտահայտված են նրանց ներանձնական խրատական գրվածքներում։ Հատկապես կարևոր են նրանց գործնական խրատներն այն մասին, թե ինչպես աղոթել, ինչպես զերծ մնալ աղոթքի ժամանակ տեղի ունեցող զանազան դիվային հարձակումներից և փորձություններից, ինչպես ձեռք բերել սուրբ և պտղաբեր աղոթք և այլն։ Հետևելով սուրբ հայրերի աղոթքի մասին գրվածքներին, կարելի է առանձնացնել աղոթական կյանքի որոշակի սկզբունքներ և օրենքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որ փորձում է ազատվել չարի կապանքներից և միավորել Աստծուն։ Աղոթքը պահանջում է լուրջ նախապատրաստություն, այլապես այն կլինի անընդունելի, իսկ աղոթողը դատապարտության տակ կհայտնվի։ Աղոթականից նախ և առաջ պահանջվում է անհիշաչարություն և ներողամտություն, թե մերձավորների, թե թշնամիների նկատմամբ։ Սուրբ Նեղոս Սինայեցին ասում է. «Ովքեր տրտմություն և ողակալություն են կուտակում իրենց հոգում և կարծում են, թե աղոթում են, նման են նրանց, ովքեր ջուր են չափում և ծակ կարասի մեջ լցնում»։ Անխռով և պտղաբեր աղոթելու համար, ըստ Սուրբ Նեղոսի, պետք է հեռանալ ողակալությունից, որը տխրեցնում է մտավոր հոգին և խավարեցնում աղոթքի դիտավորությունը։ Պետք է լինել համբերող, հեզ և ներողամիտ։ Պետք է հեռանալ աշխարհիկ կապանքներից, անխռով ներկայանալ Տիրոջը, առանց դուրևառության աշխարհի հետ։ Եթե փափագում ես աղոթել, հրաժարվիր ամեն ինչից, որպեսզի միայն այն շահես։ Աղոթքի կանգնելուց առաջ հոգու բոլոր զորություններով պետք է զգուշանալ մեղքից, որպեսզի աղոթքն անպատուղ չլինի, և աղոթողը դատապարտության տակ չհայտնվի։ Բարկությունը, նախանձը, սնափառությունը, ծլությունը, ատելությունը և այլ մեղքերը մթագնում են հոգու լույսը և ունայնացնում աղոթքի դիտավորությունը։ Ուշադրություն։ Աղոթքի ձեռնամուխ լինելու համար նախ և առաջ պետք է ուշադրություն ունենալ, սակայն այս ուշադրությունը ոչ թե մտքի արտաքին կենտրոնացում է ինչ-որ առարկայի կամ գաղափարի վրա, այլ ներքին հոգևոր ուշադրություն է։ Մենք հավատում ենք, որ Աստված ներկա է և լսում է ամեն խոսք, գիտի մեր մտքերը և տեսնում է մեր սրտի խորքերը։ Հնարավոր չէ Աստծուն բովանդակել որևէ տեղում, ուրեմն հնարավոր չէ կենտրոնանալ Աստուծո վրա։ Աստված ամենուր է, ինչպես նաև մեր ներսում։ Երկնքի արքայությունը ձեր ներսում է, ուստի այդ արքայության ձեռքբերումը ոչ թե արտաքին մի փնտրում է, այլ ներքին ճշմարտության բացահայտում։ Հետևաբար աղոթական ուշադրությունը ներքին երևույթ է և նախ և առաջ նշանակում է արտաքին թափառումներից հավաքել մտքերն ու խորհուրդները Աստուծո հետ հաղորդակից լինելու համար։ Ամեն մի խոսք, ամեն մի խնդրվածք կամ գոհություն
պետք է առաքվի առաստված մեծագույն ուշադրությամբ։ Պետք է ամենայն զգուշությամբ հետևել աղոթքի խոսքերին, թե ինչ ես ասում Աստծուն։ Միտքը, խորհուրդները եւ զգայությունները պետք է ձայնակից լինեն աղոթքի խոսքերին, այլ կերպ ասած, հոգու բոլոր զորություններով պետք է աղոթել։ Քանի դեռ մեր մտքերը ցրված են, մեր սրտի խորհուրդները անհստակ եւ պղտոր, իսկ զգայությունները կառչած են այս աշխարհի հաճույքներին, մենք հեռու ենք ճշմարիտ աղոթքի մատույցներից։ Սուրբ Նեղոսն ուսուցանում է. եթե աղոթքի ժամանակ քո միտքը այս ու այն կողմ է թափառում, ապա դեռևս չես իմացել, թե ինչպես են միայնակեցաբար աղոթում, այլ աշխարհականի պես արտաքին տեսքն ես գեղեցկացնում։ Ով կամենում է աղոթել, նա ոչ միայն պետք է իշխի ցանկության եւ սրտմտության վրա, այլև հեռացնի սրբությունից բոլոր ախտավոր խորհուրդները։ Ճշմարտապես աղոթելու համար պետք է մտքի անզբոսություն կամ ուշադրություն եւ հավաքվածություն, պետք է զգաստ վիճակում պահել զգայությունները, ինչպես նաեւ խորհուրդների մաքրություն եւ միասնություն ձեռք բերել։ Անզբոս մնա քո աղոթքի մեջ եւ ուրացած քո անձը բոլոր զգայություններով հանդերձ, լինելով միամիտ եւ մաքուր խորհուրդներում։ Երկյուղը եւ զղջումը ներքին ուշադրության ձեռքբերման ամենակարևոր գործոններն են։ Աղոթքի զգայությունը համադրվելն է երկյուղով, զղջմամբ, հոգևորի անձկությամբ եւ անմռունչ հեծության մեջ հանցանքները պատմելով։ Աղոթականն ամեն պահ պետք է հիշի, թե ում առաջ է կանգնած, ում հետ է խոսում։ Սուրբ Անանիան Նարեկացին գրում է. «Եվ երբ աղոթում ես, թույլ մի տուր խորհուրդներիդ այս ու այն կողմ ելնել, այլ խորհիր, թե ում առաջ եմ կանգնած, երկնավոր թագավորի, Աստծո առաջ, որ ակնթարթում գոյացրեց երկինքը եւ երկիրը։ Երբ խորհում ես այս, միտքդ զարհուրում է եւ երկյուղով ես մատուցում աղոթքը։ Նույնն է գրում Սուրբ Եզնիկ Վարդապետը. թող սնոտի խորհուրդներն ու խոսքերը, բևեռիր քեզ Աստծո երկյուղին եւ խորհիր դատաստանի օրվա մասին, երբ աղոթում ես, իմացիր, թե ում հետ ես խոսում կամ ինչ ես խնդրում եւ խորհուրդդ քո մեջ հավաքիր։ Չերևակայել։ Սուրբ հայրերը խստորեն զգուշացնում են աղոթքի ժամանակ երևակայական խաղերից զերծ մնալու մասին։ Սուրբ Նեղոսն ուսուցանում է. մի ցանկացիր որևէ կերպարանք կամ ձև կամ գույն աղոթքի ժամանակ։ Երևակայության աշխատելը ձեռնտու է չար դևերին։ Այդ դեպքում նրանք արագորեն շեղում են մեր միտքը աղոթքի էությունից եւ գերում դիվային պատկերներով կամ ձայներով կամ գույներով։ Պետք է հավատալ, որ Աստված ներկա է եւ ոչ թե երևակայել։ Աղոթքի ժամանակ քո ներսում Աստվածությանը տեսք մի տուր եւ մի թույլ տուր մտքիդ տպավորվելու կերպարանքներով, այլ այն նյութին աննյութապես մոտեցիր եւ իմաստուն կլինես։ Նմանապես վտանգավոր է սուրբ խաչ, աստվածամոր պատկեր կամ այլ սրբազան նշաններ կամ պատկերներ երևակայելը, քանզի նման հոգեվիճակում դևերն անմիջապես գերում են միտքը իրենց կողմից առաջադրվող պատկերներով եւ շեղում աղոթքի էությունից։ Մտքի պատրանքների սկիզբը սնափառությունն է, երբ միտքը երևակայում է, թե հասել է Աստված տեսության բարձունքներին, սակայն իրականում որսված է դիվային ուժերի կողմից։ Պատրանքների սկիզբը մտքի սնափառությունն է, որից շարժման մեջ դրվելով միտքը փորձում է ձևով կամ կերպարանքով պարագրել Աստծուն։ Երևակայական շարժումների աշխուժացման դեպքում աղոթողը կարող է դիվահարվել եւ խելագարվել։ Մի ցանկացիր զգայապես տեսնել հրեշտակների կամ զորություններ կամ Քրիստոսին, որպեսզի ամբողջովին չխելագարվես,
հովվի փոխարեն տեսնելով գայլին եւ երկրպագելով թշնամի դևերին։ Նույնն է ասում Սուրբ Եղիշեն. չշտապենք մարմնավոր աչքով տեսնել Աստծուն, որպեսզի տարաժամ չկործանվենք։ Դրա համար հայրերն ուսուցանում էին, թե երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին ստացել է կատարյալ եւ մաքուր անտեսքություն։ Երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին աննյութական եւ անստացիկ է լինում, սրբվելով ամեն ինչից։ Երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին կատարյալ անզգայություն ունի երկրի նկատմամբ։ Ամեն ինչ վստահել Աստծուն։ Ամենից առաջ պետք է հիշել, որ աղոթքը շնորհ է, եւ մենք ներքնապես պետք է բացազատվենք այդ աստվածային շնորհի ներգործության առջև։ Ամեն ինչ պետք է վստահել Աստծուն, ամեն ինչ պետք է հանձնել նրա ձեռքը։ Երբ մարդու հոգին նման կարգավորություն է ձեռք բերում, Սուրբ Հոգին ինքն է բարեխոս եւ օգնական լինում մարդու համար։ Չգիտենք, թե ինչի մասին աղոթել եւ ինչպես է արժան, ասում է Պողոս առաքյալը, սակայն Հոգին ինքն է բարեխոս լինում անմռուն չեցություններով։ Սուրբ Ներսես Լամբրոնացին մեկնում է Պողոս առաքյալի այս խոսքը հետևյալ կերպ. երբ հոգուց զգայական ազդեցություններն ամփոփում ես ներսում եւ ապա անմռուն չեցեցում, թեպետև չգիտես, թե կհասնի դա Աստծուն, սակայն հոգու շնորհը, որ քեզանում է, տեսնում է քո հոգու փղծկումը եւ ծանոթելով այդ մասին ու քեզանից վերցնելով նյութը, ինքը մտնում է այնտեղ, ուր չկարողացար բարձրանալ եւ բարեխոսում քեզ համար, քանզի հեզ է եւ մարդասեր։ Պետք է համագործակցել մեր ներքին բարեխոսի եւ մխիթարիչի հետ։ Այն ժամ ինքը կմարտնչի մեր թշնամիների դեմ եւ մեզ կառաջնորդի դեպի սուրբ աղոթքի բարձունքները։ Սուրբ Հոգին մեր տկարությանը վշտակից է լինում, թեպետև պղծաբարո ենք, սակայն գալիս է մեզ մոտ։ Եվ եթե մեր միտքը լինում է ճշմարտասիրությամբ աղոթելիս, հանգչում է մեզ վրա եւ ամբողջովին պարուրում մեզ, կործանում խորհուրդների կամ մտքերի բոլոր լեգիոնները, հրավիրելով մեզ դեպի հոգևոր սուրբ աղոթքի ցանկությունը։ Համբերություն։ Աղոթքը պահանջում է համբերություն։ Եթե լինես համբերող, հեզ եւ ներողամիտ, քո աղոթքը միշտ կպտղաբերի, ասում է Սուրբ Նեղոսը։ Աղոթքի կանգնելով մարդն անմիջապես չի ստանում իր խնդրածը, կամ ամենևին չի ստանում, քանզի Աստված ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք։ Մի խնդրիր Աստծուց նույն ժամին հավաստիանալ խնդրվածի մեջ, քանի որ նա կամենում է, որ քո աղոթքներն ավելի խնամքով հնազանդվեն, քանզի ինչ կա ավելի բարձր, եթե ոչ Աստծո հետ զրուցելը եւ նրան էակից անճարելիներին հաղորդվելը։ Խնդրիքի հապաղման դեպքում չասես, թե երկար ժամանակ աղոթքների մեջ եմ եւ ոչինչ չստացա, քանզի ահավասիկ ստացել ես, քանի որ ինչ կա ավելի բարի, քան Աստծո հետ կապվելն ու միավորվելը։ Իսկապես, Աստծո հետ աղոթքի մեջ լինելն արդեն ամենամեծ պարգևն է։ Այլևս կարիք չկա ավելորդ բաներ խնդրել, հատկապես մարմնավոր բաներ։ Չես կարող մաքուր աղոթել, պաղատելով մարմնավոր իրեր, քանզի աղոթքը հեռացնում է այս աշխարհի նյութական ակնկալություններից։ Թեպետև ասված է. ինչ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ։ Այնուամենայնիվ պետք է պատվական բաներ խնդրել։ Այսինքն հոգևոր պարգևներ, որոնցից ամենաբարձրը աղոթքի շնորհն է։ Ով աղոթելիս մարմնավոր փառք, մեծություն եւ կամ էլ հարստություն է խնդրում Աստծուց, այնպեսին բարկացնում է Աստծուն եւ չի հաշտեցնում։ Այն ժամանակ նա նման է այն ապշած խելագարին, որը գնաց ողորմած թագավորի մոտ եւ արհամարելով պայծառ ոսկին եւ լուսավոր մարգարիտը, ժահահոտ աղբ խնդրեց թագավորից.
դուք արքայությունը խնդրեք, քանզի երկնավոր հայրը գիտե ձեր մարմնավոր կարիքները եւ ձեզ համար կպատրաստի կերակուր, զգեստ, ինչպես նաեւ ամեն անհրաժեշտ բան։ Հարատևություն։ Քրիստոս ասում է. «Արթուն եղեք եւ ամեն ժամ աղոթեցեք»։ Նույնն է երկրորդում Պողոս Սարաքյանը. «Անդադար աղոթեցեք»։ Աղոթքի հարատևությունը կամ անընդհատ աղոթքը հոգևոր կյանքի ամենակարևոր սկզբունքներից է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գրում է. «Եվ ամենուր հոգևորապես անխափան կատարիր աղոթքի ծառայությունդ, թե տանը նստած, թե ճանապարհ գնալիս, թե աշխատելիս, թե ննջելիս եւ թե արթնանալիս»։ Ինքը Քրիստոս, որ անկարոտ էր աղոթքների եւ խնդրվածքների, ողջ գիշեր աղոթում էր մեզ օրինակ ցույց տալու համար, եւ հեթանոսական շատախոսությունը պետք չէ շփոթել երկար աղոթքի հետ, քանզի ուսուցանելիս ասաց. «Մի եղեք շատախոս հեթանոսների պես, որպեսզի չկարծեն, թե երկար աղոթելը անշնորհ բան է»։ Նույնիսկ ինքը, որ աղոթքի կարիք չուներ, ողջ գիշեր աղոթում էր Աստծուն, որպեսզի սովորենք, թե շատախոսությունը ոչ թե բազում աղերսները, այլ դատարկ եւ տհաճ բարբառելը։ Անընդհատ աղոթքի հասնում են հաճախակի եւ երկար աղոթելու շնորհիվ։ Աստվածային շնորհի գործակցությամբ երբեմն աղոթքի խոսքերը քաղցրանում են, երբեմն սրտից արտասուքներ են սկսում բխել։ Այս դեպքերում հայրերը խորհուրդ են տալիս երկար մնալ այս վիճակում, որը մեր մեջ զարգացնում է աղոթքի հարատևությունը։ Եթե քաղցրանում կամ զղջում ես աղոթքի խոսքերում, մնա նրանում եւ շատ կրկնիր խոսքը։ Խոհեմություն եւ արիություն։ Հոգևոր կյանքը անտեսանելի պայքար է դիվային ուժերի դեմ։ Չարն ամեն կերպ փորձում է խափանել ճշմարիտ աղոթքի փույթը։ Այս մասին կարևոր զգուշացումներ է անում Սուրբ Նեղոսը։ Նախ եւ առաջ դևերը փորձում են մեզ ներշնչել պիղծ խորհուրդներ, պոռնոգություն, արծաթասիրություն, բարկություն, ողակալություն եւ այլն։ Այսպիսի հարձակումները կոչվում են ձախակողմյան փորձություններ։ Երբ հոգին խոհեմաբար մերժում է այս դիվային ներգործությունները, այնժամ դևերը դիմում են հակառակ միջոցների։ Նրանք փորձում են աղոթականին ներշնչել իբրև թե իրավացի եւ կարևոր խորհուրդներ, որպեսզի միտքը գցեն անպատուղ որոնումների մեջ։ Երբեմն նաեւ խափում են գալիքի կեղծ մարգարեություններով։ Այսպիսի հարձակումները կոչվում են աջակողմյան փորձություններ։ Երբ հոգին մերժում է նաև այսպիսի խաբեությունները, չարանախանձ դևերն անցնում են այլ մարտավարության, նրանք առաջադրում են ինչ-որ չար խորհուրդներ եւ աղոթքի դիմելիս անմիջապես նահանջում են, որպեսզի աղոթականն ընկնի հպարտության ծուղակը, կարծելով թե սարսափեցնում է դևերին սուրբ աղոթքով։ Երբեմն նաև իրենք են հայտնվում լուսե հրեշտակների կերպարանքով եւ վանում նախորդներին, որպեսզի աղոթողը կարծի, թե լուսո հրեշտակներ են։ Այս դիվային փորձությունների դեմ պայքարելը կոչվում է ընտրողական արվեստ, որը ներանձնական, շնորհական հմտություն է դիվային խորհուրդները բացահայտելու եւ մերժելու համար։ Դևերը հաճախ փորձում են աղոթողին զարհուրեցնել զանազան սարսափազդու տեսիլքներով կամ ձայներով, որպեսզի խոչընդոտեն մաքուր աղոթքի վերընթացը։ Ով հոգ է տանում մաքուր աղոթքի համար, նա կլսի դևերի ճայթյուններ, թնդյուններ, ձայների խշխշոցներ եւ դիվային հեծեզանքներ, սակայն չպետք է վարանի եւ մատնվի այդ խորհուրդներին։ Եթե դևերը հանկարծակի երևալով սպառնան քեզ, որպեսզի զարհուրեցնեն քեզ եւ հափշտակեն միտքդ կամ գազանների պես վնասեն մարմինդ, մի սարսափիր նրանցից եւ ուշադրություն մի դարձրու նրանց սպառնալիքներին, քանզի փորձելով վախեցնում են քեզ, թե արդյոք ուշադրության կարժանացնես նրանց, թե ամենևին արհամարել ես նրանց։ Խոնարհություն,
Յուրաքանչյուր առաքինություն գործելիս եւ հատկապես աղոթելիս անհրաժեշտ է խոնարհություն։ Աղոթելիս մարդը զանազան փորձություններ է հաղթահարում եւ շնորհների արժանանում։ Իսկ դևերը, երբ տեսնում են մեր հոգու առաջընթացը, փորձում են հպարտություններ շնչել, որպեսզի դրանով կործանեն մեզ։ Պետք է հեռու մնալ հպարտության դևից, ինչպես աղոթքի ամենավտանգավոր թշնամուց։ Թեպետ եւ արտասուքների աղբյուր ունենաս աղոթքի ժամանակ, մի հպարտացիր քո անձի մեջ, որպես թե առավել է շատերից, քանզի առավել աղոթքի օգնականության շնորհը Տիրոջից է։ Երբ աղոթողն առաքինությունները եւ աստվածային շնորհները սկսում է սեփական անձին վերագրել, նա արդեն որսված է դևերի կողմից։ Խոնար մարդը զերծ է նման գայթակղություններից։ Դրա համար Սուրբ Նեղոսն ասում է. «Երանելի է այն միայնակյացը, ով հոգևորի մեջ իր անձը բոլորից նվաստ է համարում»։ Միայնակյացը նա է, ով իր անձը բոլորից անարգ է համարում։ Պետք է թողնել համեմատությունները, սեփական անձը բոլորից ցածր համարել, շնորհների համար փառք տալ տվողին սեփական անձը անարժան համարելով, այն ժամ աղոթականը անխոցելի կդառնա թշնամու նետերի համար։ Աղոթքի աստիճաններ եւ պտուղներ։ Հոգևոր զարգացումն աստիճանական է, ամեն մի առաքինություն ձեռք է բերվում մեծ դժվարությամբ։ Մի կարծիր, թե առաքինություն կստանաս, եթե մարմնով եւ արյամբ նրա համար չճակատամարտես, ասում է Սուրբ Նեղոսը։ Աղոթքի մեջ հմտանալը նույնպես աստիճանական է, որը տեղի ունենում աստվածային շնորհի արմատացումով հոգու մեջ, ըստ Աստված պաշտական ճիգերի չափի։ Սուրբ հայրերի աղոթքի մասին գրվածքներում կարելի է գտնել աղոթքի տարբեր աստիճանների նկարագրություններ։ Օրինակ, Սուրբ Նեղոսը նշում է երկու աստիճան՝ սաղմոսերկություն եւ իմանալի հոգևոր սուրբ կատարյալ աղոթք։ Աղոթքի հասնելու համար պետք է հնազանդվել սաղմոսերկությանը։ Եթե երբևէ չես ունեցել աղոթքի շնորհը, հնազանդվիր սաղմոսերկությանը եւ կստանաս։ Սաղմոսերկությունը Սուրբ Նեղոսն անվանում է բազմախորհուրդ իմաստություն։ Սաղմոսերկությունը կամ աղոթականի կանոնի հնազանդ կատարումը խաղաղեցնում է աղտերը եւ հանդարտեցնում մարմնի խռովքը, հոգին նախապատրաստելով հոգևոր աղոթքի, որն առաջընթաց է դեպի աննյութականը, մտքի համբարձումն է երկրային իրողություններից առ Աստված։ Հայրերից ոմանք առհասարակ չեն տալիս աղոթական վիճակների աստիճանակարգումներ, ոմանք էլ աղոթքը բաժանում են մի քանի աստիճանների, օրինակ Հովհաննես Քղմակոսն ասում է. «Աղոթքի սկիզբն ընդդիմակաց խորհուրդների արտաքսումն է, միջինը, որ միտքն ու ուշադրությունը նրա խոսքերում մնան, իսկ աղոթքի կատարելությունը հափշտակությունն է առ Աստված»։ Աղոթքի ամեն մի աստիճանակարգում ըստ էության աստվածային շնորհի եւ հոգու ընդունելու կարողության համադիր մի վիճակ է։ Հոգին ճգնություններով նախապատրաստվում է շնորհի ընդունելության եւ ներբնակեցման, իսկ երբ գալիս է շնորհը, հոգու բոլոր զորությունները սկսում են պայծառանալ, մարդը սկսում է հոգով եւ ճշմարտությամբ փառավորել Տիրոջը։ Հոգու յուրաքանչյուր զորության լուսավորում կարելի է բնորոշել որպես աղոթքի աստիճան, օրինակ մտքի պայծառություն, սրտի ջերմություն, սրտի փշրվածություն եւ անընդհատ արտասուքներ, զգայականության դադարեցում, խորհուրդների հստակություն, անվրդովություն եւ անկրքություն։ Ճշմարիտ աղոթքը հոգու համար բացահայտում է էապես նոր եւ զարմանալի հոգեվիճակներ՝ հեզություն, ամբարկություն, անհիշաչարություն, սեր, խնդություն, խաղաղություն, գողություն եւ այլն։ Աղոթքն ուղեկցում է դեպի աստվածային գոյության անմատչելի մատույցները, Աստծո հետ միության, մարդու հոգին լցնում ցնծությամբ եւ ուրախությամբ, մարդուն դարձնում Աստծո անճարելի խորհուրդների հաղորդագիծ,
Այն, ինչ անհասանելի է մարդկային բնության սահմանների համար, հնարավոր է դառնում աստվածային շնորհի ներգործությամբ։ Մարդկային հոգին հայտնվում է գերբնական վիճակում, որ կոչվում է հափշտակություն կամ հիացում։ Հայրերը նշում են, որ Աստված տեսության այս վիճակները աննկարագրելի են մտքի և խոսքի համար։ Արարչական արտահայտակերպերը խիստ տկար են այսպիսի վերբնութենական իրողությունների նկարագրման համար։ Ահա թե ինչ է վկայում Պողոս առաքյալն այս մասին. «Գիտեմ մի մարդուի Քրիստոս, որ ավելի քան 14 տարի առաջ, թե մարմնով էր չգիտեմ, ու թե առանց մարմնի չգիտեմ, Աստված գիտե, հափշտակվեց մինչև 3-րդ երկինք, և գիտեմ այդպիսի մարդու, թե մարմնով էր կամ առանց մարմնի չգիտեմ, Աստված գիտե, որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատում խոսքեր, որ մարդս չի կարող խոսել»։ Երբեմն հայրերը խոսում են նաև աղոթքի շատ բարձր աստիճանների մասին, որոնց հասել են սակավաթիվ Աստծո ընտրյալներ։ Ըստ էության, Աստված տեսությունը աղոթքի վերին սահմանն է, քանզի այդ սահմանից այն կողմ այլևս դադարում է հոգու ամեն տեսակ ներգործություն, մարդը հայտնվում է Աստուծո գերբնական հայեցողության մեջ։ Աղոթական ներարվեստ։ Աղոթքը, լինելով նախևառաջ ներքին իրողություն, պահանջում է հոգու բոլոր զորությունների համադիր կարգավորություն։ Այս ներքին կարգավորությունը հայրերն անվանում են գիտությունների գիտություն, արվեստների արվեստ և այլն։ Ճշմարիտ աղոթքի համար պետք է հեռանալ այս աշխարհից կամ մեռնել այս աշխարհի համար։ Ինչ է նշանակում մեռնել այս աշխարհի համար։ Նախևառաջ նշանակում է կնքել զգայարանները այս աշխարհի դիվային հարձակումների դիմաց, ձեռք բերել զգայական մեռելություն մեղքի ոլորտի նկատմամբ։ Այլ կերպ ասած, պետք է փակել հոգու դռները օտար ուժերի առաջ։ Հոգու այս վիճակը հեշտությամբ ձեռք չի բերվում, այլ մեծ զոհողությունների գնով։ Անապատական հայրերից շատերը բազում տարիների ճգնություններից հետո են միայն հասել նրան։ Այսպիսի վիճակում աղոթականը մեկ պատերազմ ունի, դա մտքերի և խորհուրդների պայքարն է։ Աղոթքի բուն արվեստը մտքերի և խորհուրդների մեջ է։ Պետք է մտքի ծայրագույն ուշադրությամբ և խորհուրդների հսկումով սպասել Տիրոջ շնորհի այցելությանը, իսկ երբ հայտնվում է շնորհը, այնժամ ինքն է ուսուցանում, թե ինչպես ճշմարտապես աղոթել։ Ահա թե ինչ է գրում Սուրբ Մակար Մեծը. «Տիրոջը հաճո լինելու ողջ խնդիրը խորհուրդների մեջ է, ուստի փութա ներքնապես խորհուրդներովդ հաճո լինել նրան և ամեն ժամ ներսում ակնկալել Տիրոջը, միշտ և հանապաս փութա ներսումդ խորհուրդներով փնտրել նրան և բռնաբար իսկ հարկադիր քո կամքը, բարեհոժարությամբ մտքիդ ախորժումն արտեր պահելու։ Եվ ապա կտեսնես, թե ինչպես ինքն իր կամքով կգա և օթևան կգտնի քեզ մոտ, և որչափ որ միտքդ կամքով բռնադատես ամբողջ սրտով փնտրելով նրան, և առավել նա կհարկադրվի իր գթությամբ և ըստ իր բարերար քաղցրությամբ գալ քեզ մոտ և հոգեպես հանգստացնել քեզ։ Գիտցիր, որ ամենևին էլ չի լքել քեզ, այլ անտեսանելի կերպով կանգնած է քեզ մոտ, տեսնում է քո միտքը և խորհուրդները, հայում քո մտածողություններին, տեսնում թե ինչպես ես աղոթում իրեն ամբողջ անձով, թե ծուլությամբ, մինչև իսկ հուլանալով և կամ թույլ մտքով և ոչ արդյոք ինչ-ինչ մեղքերի գործառնությամբ ախտավորված։ Արդ, երբ դու տեսնես, որ ամեն ժամ գործառնությամբ հանդերձ սփռում ես քո խորհուրդները Տեր Աստուծո և միայն նրա հայացքի առաջ, այնժամ ինքը Տերը կհայտնվի քեզ, իրեն անճարապես ցույց կտա, իր ցանկալի գեղեցկությամբ կպայծառացնի, իր օգնականությամբ առլեցուն կդարձնի, իր ողջ հաղթությունը կտա և կազատի քեզ քո աներևույթ թշնամիներից, հայելով քո նախապես իրեն ուղված անզբաղ խնդրվածքներին, մտքիդ անսխալ ակնկալությանը և սրտիդ իր հանդեպ միշտ աննվազդ ստացվող սիրուն։
Ահա այսպես կուսուցանի և կտա քեզ ճշմարիտ աղոթք, հավատքի և ճշմարտության սերը, երկնային և ճշմարիտ խնդությունը, որն ինքն իսկ Քրիստոսն է, որ ամենուրեք քեզ հետ է։ Աղոթքը հայրերն անվանում են բանավոր պատարագ։ Այս պատարագը մատուցվում է մարդու ներքին տաճարում կամ խորհրդակիր սենյակում։ Այս խորհրդակիր սենյակը կամ խորհուրդների բնակարանը սիրտն է, որը մարդաբանական կառույցի ներքին խորհրդական կենտրոնն է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սիրտն անվանում է խորհուրդների շնեմարան, Սուրբ Հոգու տաճար, հոգու շարժումների ընդունարան։ Հայրաբանական գրականության մեջ հաճախ սիրտն անվանվում է խորհուրդք հավաքական եզրով։ Մյուս կողմից, խորհուրդք բառի նախընտրությունը թերևս թելադրված է նրանով, որ սիրտ եզրը կարող էր ընկալվել իր խիստ մարմնական տեղակայումով, մինչդեռ սրտի խորհրդական ընկալումը ավելի լայն է և տարածվում է մարդաբանական ողջ կառույցի վրա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին մարդաբանական կառույցի մեջ որպես գլխավոր անդամ է դիտում սիրտը, նմանեցնելով արեգակի, իսկ մյուս գլխավոր անդամներին մոլորակների նրա շուրջ։ Մարդու բոլոր անդամները իրենց լույսը ստանում են խորհրդական արեգակի լույսից, որը սիրտը ստանում է Սուրբ Հոգուց, երբ ճշմարտապես աղոթում է։ Այսպիսով, աղոթքը ներքին քահանայագործություն է սրտի խորհրդական տաճարում։ Բուն աղոթքը սկսվում է այն ժամանակ, երբ միտքը կտրվում է արտաքին զգայություններից, ամփոփվում սրտի խորքում։ Սուրբ Գրիգոր Տաթևացին գրում է. «Նախ աղոթողին 3 իր է պետք. առաջին, որ հավաքի միտքը բոլոր զգայություններից սրտի խորքում և սենյակում և այնպես ծածուկ աղոթի, ըստ այնմ մտիր քո սենյակը և փակիր զգայարաններդ։ Եվ Դավիթն ասում է. խորքից կանչեցի քեզ և լսեցիր ինձ։ Երկրորդ, որ սիրտը սրբված լինի բոլոր մեղքերի տեսակներից և չար խորհուրդներից, և այնպես սրտով սուրբերն աղոթքով կտեսնեն Սուրբ Աստծուն, ինչպես ասում է Տերը։ Իսկ եթե մեղք տեսնի սրտում չի լսի, ինչպես ասում է Դավիթը։ Երրորդ, որպեսզի սրտի անձկությամբ բորբոքի սերն առ Աստված և այնպես մատուցի բաղձանքները, ինչպես Աննան սրտի բաղձանքով աղոթեց և Աստված լսեց, և Դավիթն ասում է. նեղության և անձկության մեջ կանչեցի Տիրոջը և լսեց ինձ։ Ըստ Տաթևացու, սրտի ներքին տաճարը մարդու ամենապաշտպանված ոլորտն է, այնտեղ ոչ հրեշտակային, ոչ մարդկային, ոչ էլ դիվային զորությունները չեն կարող թափանցել։ Մարդու սիրտը խորշտեմարան է, մինչև իսկ ոչ մարդը, ոչ դևերը, ոչ հրեշտակները չեն կարող ճանաչել, այլ միայն Աստված է քննում սրտերը և երիկամները։ Եվ երբ նույն արթնացած սրտում տեսնում է հստակ խորհուրդը, ծագեցնում է իր լույսը նրա մեջ և հաստատում հավատքի և գործերի մեջ, ինչպես պատկերն է տպավորվում հստակ հայելու մեջ և աչքերի լույսը արեգակի լույսով և պայծառ ոսկին և արծաթը ճառագայթներով, այնպես էլ աղոթողի հստակ միտքը Սուրբ Հոգու պայծառ լույսը ձգում է իր վրա և լուսավորվում։ Երբ միտքն ամփոփվում է սրտի խորքում, նա առավել պաշտպանված է արտաքին հարձակումներից։ Այն ժամ միտքն աղոթքով թռչում է դեպի վեր, դեպի երկինք և մտնում է վարագույրի ներքին կողմը, Աստծո մոտ, և լուսավորվում նույն լույսով ու բորբոքվում սիրով։ Թշնամին Սատանան չի կարող բռնել այսպիսի միտքը, այլ փախչում է հրի ջերմությունից և երկնային լույսից։ Վարագույրի ներքին կողմը Տաթևացին անվանում է սրբություն սրբոց, ուր բնակվում է անմատույց լույսը, այնտեղ է Աստծո սեղանը, ուր մատուցվում է ճշմարիտ բանավոր պատարագը։ Այսպիսով, ովքեր հարաժամ ճգնություններով և առաքինության գործերով կատարյալ անզգայություն են ձեռք բերել այս աշխարհի նկատմամբ, նրանք
հասել են ճշմարիտ աղոթքի մատույցներին։ Երբ փակված են հոգու դռները, հոգու բոլոր զորությունների համագործակցությամբ պետք է սպասել Տիրոջ այցելությանը հոգու խորհրդական տաճարում։ Ովքեր արժանացել են մտնելու այս ներքին աստվածային տաճարը, նրանք թողած ամեն տեսակ աշխարհիկ համեմատություններ եւ կերպեր հոգով եւ ճշմարտությամբ երկրպագում են Աստծուն։